ձեզ նորից։ Մենք շարունակում ենք մեր հաղորդումը եւ շարունակում ենք նաեւ մեր դիմումը առ Աստված իր Սուրբ Երրորդության անձնավորություններին։ Առաջինը Հայր Աստծոն էր, մենք նախորդ հաղորդմանը սովորեցինք Հայր Երկնավոր եւ այլն, երկրորդը դիմեցինք Որդի Աստծո, Քրիստոսի, այսինքն Որդի Աստծո, որ պատարակյալ, որ մեր համար որպես մեր մեղքերի համար կենացած եղար եւ այլն եւ այլն, ընդունված է եկեղեցական մեր առօրակարգում Սուրբ Հոգին դիմել հատկապես հոգիների փրկության համար, նույնիսկ երբեմն մահացածների համար։ Այսինքն, երբ հոգեհանգիստ ենք անում, սովորաբար դիմում ենք ընդունված է Սուրբ Հոգին։ Այսօր պաստորեն մենք կանդրադառնանք Սուրբ Երրորդության երրորդ անձնավորության եւ այսպիսով բուն պատարակի այդ բարձրակետը, որտեղ հավատում ենք, որ հացն ու գինին վերափոխվում են Քրիստոսի մարմնին եւ արյան, այսքանով կեզրափակվի։ Ընթացքում, ինչպես նախորդ հաղորդումներին էլ ասեցի, քահանան անընդհատ աղոթում է եւ ինչպես նաեւ բացատրեցինք, դրանք ծածուկ աղոթքներ են, այսինքն ծածուկ այն իմաստով, որ չի բարձրաձայնում եւ ժողովուրդը չի լսում։ Անընդհատ խնդրում է Աստծուն, որպեսզի իրապես հացն ու գինին վերափոխվեն Քրիստոսի մարմնին եւ արյան, որպեսզի վերջում մենք հաղորդվելով Քրիստոսին, այսինքն Աստծուն ընդունենք մեր մեջ եւ մաքրվենք, մեր մեղքերի թողությունը ստանանք։ Այստեղ եւս այդ ծածուկ աղոթքներից հետո պատարակիչը ասում է, կարդամ իր ասելիքը, որպեսի եղիցի սա ամենեցուն մեզ մերձեցելոցս հանդատապարտություն, ի քավություն եւ ի թողություն մեղած։ Այսինքն այս բոլոր այն ինչ որ մենք անում ենք եւ խնդրում ենք եւ աղոթում ենք, նպատակը որպեսի այս ամենը լինի մեզ մերձեցողներից, որ ուզում ենք մերձենալ, մոտենալ քեզ, շնորհիվ հաղորդության իհարկե, անդատապարտություն, այսինքն մենք չդատապարտվենք եւ մեղքերի քավություն եւ թողություն ստանանք։ Այս ամբողջ մեր արարողության նպատակը եւ այն ինչի համար որ մենք փորձում ենք հասնել, մեղքերի թողությունն է։ Այսինքն մենք ի վերջո ուզում ենք մաքրվել, մեր մեղքերը քավությունը ստանանք, որպեսզի արժանանանք հաղորդվելու եւ ուղիղ հաղորդակցության մեջ մտնելու Աստծո հետ։ Հենց բառն էլ այդտեղից է եկել, հաղորդակցություն, այսինքն նշխարն ու գինին մեր մեջ ընդունելով ստանանք ուղիղ հաղորդակցության կապ։ Բնականաբար Աստծո հետ հաղորդակցություն նշանակում է վերադառնալ մեր աստվածային էյությանը, ինչը որ ըստ էյության առաջին մարդը, այսինքն Ադամն ու Եվան այդպիսին էին, հետո մեղքի պատճառով զրկվեցին դրանից եւ մենք դարձանք մահկանացու, հետեւաբար Քրիստոսի աշխարհ գալով եւ իր զոհաբերությամբ եւ իր արյան շնորհիվ մեզ հավատացյալներիս մեղքերի թողություն շնորհելով մենք նորից հույսով ենք եւ հավատում ենք, որ կարժանանանք այդ նույն աստվածային էյության, իհարկե մեռելներից հարություն առնելով։ Adar
Նոտաները եթե բացեք, ես կարդամ բարերը, ուրեմն դիմում ենք արդեն Սուրբ Երրորդության երրորդ անձնավորության հոգի Աստուծո, Սուրբ Հոգի։ Հոգի Աստուծո, որս փառակցի քոս խորհուրդ, իջյալ ի հերկնից կատարես ի ձերս մեր։ Այսինքն դիմում ենք Սուրբ Հոգիին, դու որ քո փառակցի, փառակիցը երեքն էլ նույն փառքն են, չէ՞, ի վերջո երեք ասելով մենք Սուրբ Երրորդությունը նկատի ունենք, դա մի աստվածություն է, որը փառավոր, այսինքն փառքի արժանի էություն է, բայց եթե երրորդության անձնավորությունների մասին խոսենք, առանձին կստացվի, որ Քրիստոս եւ Սուրբ Հոգին փառակիցներ են, նույն էությունն են իհարկե, հետեւաբար ասում ենք որդի Աստուծո, դու որ քո փառակցի, այսինքն Քրիստոսի խորհուրդը աշխարհ իջնելով կատարում ես մեր միջոցով, մեր ձեռքով։ Հոգի Աստուծո, որ ըս փառակցի քոս խորհուրդ իջյալ ի հերկիրս կատարես ի ձերս մեր։ Ու ինչպես եւ նախորդ անգամ հիշում եք մենք խոսեցինք ընդհանրության մասին, թե այս 3 հատվածներում մենք ինչ ենք խնդրում։ Մենք խնդրում ենք մեր մեղքերի թողությունը։ Հետևաբար ասում ենք հեղմամբ արյան սորա, նկատի ունենք Քրիստոսի մասին, որի արյունով աղաչեմք սկեզ արդեն հանգո հոգիս մեր ննջեցելոց։ Այդ դրա համար ասեցի, որ սովորաբար Սուրբ Հոգիին դիմում ենք հատկապես նաև մեր մահացածների հիշատակի համար եւ մահացածների մեղքերի համար։ Այս դեպքում ոչ թե ասում ենք մեր մեղքերը մեզ ներիր, այլ ասում ենք մեր ննջեցյալների հոգիներին հանգիստ տուր, այսինքն թողություն տուր եւ այլն եւ այլն։ Լավ։ Փորձեմ երգել եւ սա մի փոքր իր ելևէջներով տարբերվում է մյուս երկուսից, մի փոքր ուրիշ ձայնեղանակի մեջ է։ Եվ տոնանությունը բարձր իհարկե, բայց մենք կհարմարեցնենք մեզ։ Հոգի Աստուծո, որս փառակցի քոս խորհուրդ իջյալ ի հերկնից կատարես ի ձերս մեր։ Այսքանը մոտավորապես մեկ նախադասություն է։ Նորից եմ երգում, եթե կարող եք միացել։ Հոգի Աստուծո, որս փառակցի քոս խորհուրդ իջյալ ի հերկնից կատարես ի ձերս մեր։ Ավելի վստահ։ Հոգի Աստուծո, որս փառակցի քոս խորհուրդ իջյալ ի հերկնից կատարես ի ձերս մեր։ Շատ ապրեք։ Նորից հիշեցնեմ գրապարյան ուղղակրության օրենքներից, երբ բարի վերջում կա յ, դա չի կարդացում, օրինակ Աստուծո, գրվում է Աստուծոյ, բայց կարդացում է Աստուծո, հոգի Աստուծո։ Շարունակեմ։ Հեղմամբ սորա աղաչեմ կսկես անգոզ հո
մեր ննջեցելուց։ Նորից կրկնեմ այս երկրորդ մասը։ Հեղման բարյան սորա աղաչեմ կսկես հանգոզոքիս մեր ննջեցելուց։ Փորձենք միասին երկրորդ մասը։ Այսպիսով եզրափակում ենք Սուրբ Երրորդության ուղղված մեր աղոթների բաժինը պատարակի մեջ եւ իրականում սա պատարակի բարձրակետն էր։ Այսօրվա համար այսքան, շատ շնորհակալություն, ապրեք, շատ լավ եք երգում, կհանդիպենք հաջորդիվ։ Ստեսություն։